Ծով աչքերի պատճառով սերիալը, որը դարձել է հազարավոր հեռուստադիտողների սիրելին ու ամենօրյա հույզերի աղբյուր, ապրիլի 30-ին եթերում չի հայտնվել և դրա պատճառը միանգամայն հստակ ու կարևոր իրադարձություն է։ Այսօրը տեղի է ունենում հայ երաժշտական աշխարհի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025, որը անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է մեծ շուքով, բարձր մակարդակով, կազմակերպված բեմադրությամբ, կենդանի կատարումներով, հյուրերի փայլուն ներկայությամբ և իհարկե տարվա երաժշտական ձեռքբերումների արժևորումով։ Այդ իսկ պատճառով Armenia հեռուստաընկերությունը, որը սերիալի պաշտոնական հեռարձակողն է, իր հիմնական եթերը տրամադրել է այս իրադարձությանը հնարավորություն, ընձեռելով միլիոնավոր հեռուստադիտողների ականատես լինել տարվա ամենախոշոր երաժշտական տոնին։ Չնայած դրան, ծով աչքերի պատճառով սերիալի սիրահարները չպետք է հիասթափվեն։ Սերիալը շատ շուտով կվերադառնա եթեր, ոչ միայն շարունակելով նախորդ սերիաների լարված ու դրամատիկ զարգացումներ, այլև բացահայտելով նոր հանգուցալուծումներ, որոնք կսարսռեցնեն անգամ ամենատարբերակված հեռուստադիտողին։ Շատ բան կախված է առաջիկա սերիաներից՝ Դիանայի վերադարձը, Սարոյանի կտակը, Էլկայի հոգեկան փլուզումը, Արսենի առեղծվածային կերպարը և Գոռի ու Սարայի փոխհարաբերությունների զարգացման գիծը։ Միաժամանակ այն փաստը, որ Խազեր մրցանակաբաշխությունը տեղի է ունենում հենց ապրիլի 30-ին, խոսում է հայկական մշակութային կյանքի աշխուժության ու այն մեծ ուշադրության մասին, որ ուղղվում է տեղական ստեղծագործական ոլորտի զարգացմանը։ Այս միջոցառումը միայն երաժշտական մրցանակներ չէ, այն հարգանքի տուրք է տաղանդին, ինքնությանն ու ստեղծագործ ուժին։ Իսկ մինչ այդ սերիալի հավատարիմ հանդիսատեսը կարող է համբերությամբ սպասել առաջիկա սերիային, վստահ լինելով, որ ծով աչքերի պատճառովի ստեղծագործական թիմը պատրաստել է իսկապես հիշարժան ու ցնցող վերջաբան։ Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալն այսօր չի ցուցադրվի։ Այս մասին հայտնել են հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում։ Սիրելիներ, տեղեկացնում ենք մեր լսարանին, որ այսօր եթեր չի նախատեսվում։ Թե որն է, որ եթեր չի հեռարձակվելու հերթական սերիան, կիմանաք մի փոքր ավելի ուշ։ Սակայն այդ ընթացքում սերիալի աշխարհում իրադարձությունները չեն դադարում, զարգանում են և էլ ավելի լարվում։ Դիանայի վերադարձը նոր խառնաշփոթ է առաջացնելու հեռուստասերիալում։ Նրա կերպարը միշտ եղել է կտրուկ ու չնախատեսվող, նրա վերամուտը ոչ թե հանգստություն է խոստանում, այլ նոր սպառնալիք։ Դիանան վերադառնում է ոչ միայն անցյալը շարունակելու, այլև իր վրեժի վերջին քայլերն իրականացնելու նպատակով։ Նաև հեռուստադիտողների մոտ առաջացել էր հիասթափություն, երբ Դիանան հեռացել էր, քանի որ նրանք գտնում էին, որ Դիանան պետք է վերջապես պատասխան տա իր բոլոր արարքների համար։ Հատկապես, որ բոլորին արդեն պարզ է, որ Էմիլի սպանության մեջ հենց Դիանայի մատն է խառը, և դրա ապացույցները կան Նարինեի մոտ։ Մյուս կողմից Սարոյանը, որի առողջական վիճակը շարունակաբար վատանում է, կատարում է մի որոշում, որը ցնցում է ամբողջ ընտանիքը։ Իր ողջ ունեցվածքը նա կտակում է Սառային, մի քայլ, որը շատերի համար անսպասելի էր։ Այս որոշումն առաջացնում է մեծ աղմուկ, հատկապես քույրերի շրջանում, որի վիճակը հոգեբանորեն ծանրանում է։ Էլկան այս պահին այնքան էլ լավ վիճակում չի գտնվում։ Նա զգալու է իրեն լքված, չհասկացված և արդարության համար պայքարող մի մարդու, ով կորցնում է ամեն ինչ։ Նրա առողջությունը կրկին կվատանա, իսկ բժշկական միջամտությունները կդառնան անհրաժեշտություն։ Արմանը, չնայած որոշել էր, որ հեռանալու է Սարոյանի ընտանիքից, սակայն Սարոյանի զանգահարելուց հետո նա որոշում է կրկին վերադառնալ ու Էլկային գտնում է բավական հյուծված վիճակում։ Նույնիսկ Արմանի մոտ Էլկայի ինքնազգացողությունը վատանում է և նա ուշագնաց է լինում, քանի որ պարզվում է, որ մի քանի օր է, ինչ չի սնվել։ Նա փորձում է աջակցել Էլկային, լինել Սառայի և Նարինեի կողքին, ապացուցելով, որ անկախ ամեն ինչից նա այդ ընտանիքի մի մասն է։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Սառայի շուրջ հայտնված նոր կերպարը՝ Արսենը, կարծես թե պատահական մարդ չէ։ Նրա վարքն ու հետաքրքրությունը Սառայի հանդեպ ակնհայտորեն խոր հիմքեր ունեն։ Նա կարծես փորձում է մուտք գործել Սառայի կյանք, փոխել Սառայի կյանքը, և այդ ամենը կարծեք թե
թե հատուկ առաջադրանքով։ Արդյոք նա կապված է Դիանայի կամ այլ մեկ մարդու հետ, թե ինքն ունի սեփական ծրագիր, պարզ կդառնա առաջիկա սերիաներում։ Մի բան հստակ է՝ «Ծովաչքերի պատճառով» սերիալը ոչ միայն մոտենում է ավարտին, այլ նաև ամեն սերիայի հետ բացում է նոր դռներ՝ լի բացահայտումներով, հույզերով ու կյանքի վերաարժևորումներով, իսկ հեռուստադիտողին մնում է սպասել նոր սերիային՝ լի անհավանական շրջադարձերով։ Ցավոք սրտի, այսօր սերիալի հերթական սերիան չի ցուցադրվելու, պատճառի մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, սակայն վաղվա սերիան լինելու է թեժ ու ինտրիգներով լի։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիալները առաջիկայում դիտելու հնարավորությունից և իհարկե տեղեկանալու նոր սերիալների սերիալներում կատարվող փոփոխությունների շոու